2025 թվականի հունվար-դեկտեմբերին 2024 թվականի հունվար-դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 4,3% գնաճ։ 4,3-ը թերևս մեծ թիվ չէ, բայց մարդկանց մեծամասնության մոտ այն կառաջացնի որոշակի անհամաձայնություն։ Կարծես ամենօրյա առևտուրը գնաճի լրիվ այլ թվեր է պահպանում ուղեղում։ Այդ թվերը կարելի է համեմատել առանձին շուկաներում 2025-ի ընթացքում արձանագրված գների հետ։ Ըստ այդմ, թռչնամսի գինը աճել է 4,3%-ով, տավարինը 11,7%-ով, խոզինը 12,7%-ով, գառանը 14,1%-ով։ Իշխանի գինը աճել է 18,3%-ով, արձանագրվել է կարագի 7,2% գնաճ։ Արևածաղկի յուղի գինը աճել է 8,2%-ով, մակարոնեղենինը 7,9%-ով, հնդկացորենինը 9,4%-ով, ոլորինը 10,4%-ով, պանրի գինն աճել է 4,6%-ով, թարմ կաթինը 4,7%-ով, ձվի գինը աճել է 7,2%-ով։ 2020-ի վերջում մեր մոտ դրամը արժեզրկվեց, ճիշտ է, հետո վերադարձավ, այնուհետև արժևորվեց, բայց այս բոլոր պրոցեսները նպաստեցին նրան, որ մենք գնաճի ուժեղ ալիք ունեցանք 21 թվականից սկսած, ու 21-ից մինչև 23 մոտավոր մենք տակային 20%-ից ավել գնաճ ունեցանք։ Ըստ վիճակագրական տվյալների 2025-ի հունվար-դեկտեմբերին 24-ի հունվար-դեկտեմբերի համեմատ բանջարեղենի ապրանքախմբում գրանցվել է 7,5% գնանկում։ Այստեղ միջին վիճակագրական քաղաքացին նորից կհիշի իր անձնական փորձն ու կփորձի հասկանալ, թե ինչու է այն հակասում վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներին։ Իրականում սննդամթերքի շուկայում վերջին տարիներին անընդմեջ գնաճ է գրանցվում։ Տարբեր սոցիալական խմբերի, տարբեր այսպես աշխարհագրական տեղամասերի, տարբեր տարիքի, տարբեր, չգիտեմ, առողջական հատկանիշների մարդիկ տարբեր սպառման կառուցվածքներ ունեն, ու այս առումով իրենք գնաճը կարող են տարբեր ձևով զգալ։ Իրականում հանրության մի ստվար զանգված հիմնականում սպառում է 15-ից 20 մթերք, որոնց մեծամասնությունն այլուրային կաթնային ապրանքներ են։ Կա կարծիք, որ նվազագույն պարենային զամբյուղում տեղ են գտնում այն մթերքները, որոնց ինքնարժեքն այնքան էլ բարձր չէ։ Ըստ այդմ, պաշտոնապես համարվում է, որ մարդը ստացած թոշակով կարող է հավուր պատշաճի սնվել։ Բայց նույնիսկ պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ օրինակ կաթնամթերքի և մսի շուկայում պատկառելի գնաճ կա։ Ինչպես է ստացվում, որ գյուղ ոլորտում մի կողմից պետությունն ահռելի ներդրումներ է անում, խելեցի անասնագոմեր, ինտենսիվ այգիներ հիմնում, մյուս կողմից այդ ամենի արդյունքը սննդամթերքը թանկանում է։ Ռուսական շուկա, ռուսական ռուբլու կուրս, արտադրական օղակներ, շուկայական ենթակառուցվածքներ եւ շուկայի օլիգոպոլիկ կառուցվածք, այս բոլորը մեկի արդյունքում ստանում ենք այն, ինչ ունենք։ Այսինքն սննդամթերքի շուկայում տեղական արտադրանքը թանկ է, քանի որ բարձր է դրա ինքնարժեքը։ Դա ակնհայտ է դառնում կաթնամթերքի արտադրության ոլորտում։ Կաթ արտադրող առաջնային միավորը վաճառումը 120-150, մաքսիմում 200 դրամով։ Այստեղից գալիս անասնագլխականակի կրճատում, որովհետև ձեռնտու չի, իսկ անասնագլխականակի կրճատումը բերում է իր հետևից արդեն այնտեղ մնացած հարցերը։ Այսպես շղթայաբար տապալվելով գնում արժեշղթայի բոլոր օղակները։ Ինչով է գնաճի հարցը էական։ Սննդամթերքի շուկայում 4,3% գնաճը հաշվի առնելով է, օրինակ, կառավարությունը որոշում, որ թոշակառուն կարող է գոյատևել այսքան գումարով և էական հավելումների կարիք չունի։ Արմեն Նաթալյան, ժամը լրատվական։